Բարև ձեզ, ես Շնողի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Եվա Տիրացյանն եմ, 15 տարեկան եմ, Շնողի Արմաթի խմբակից եմ, ստեղծել եմ վիրտուալ լաբորատորիա քիմիա թեմայով։ Առաջին էջում ունենք ինֆո, կարգավորումներ կոճակը, ունենք նաև սկիզբ կոճակը, սկիզբ կոճակին երբ սեղմվում է մկնիկի ցուցիչը, բացում է բացել պարբերական աղյուսակը, ունենք նաև ելք կոճակը, որով գնում ենք առաջին էջ, մետաղներ և ոչ մետաղներ, որտեղ ներկայացրած են մետաղներ և ոչ մետաղները։ Երբ մկնիկը սեղմվում է բացել պարբերական աղյուսակին, այստեղ գալիս է Մենդելեևի պարբերական աղյուսակը, որտեղ ներկայացված են բոլոր քիմիական տարրերը, երբ մկնիկը հպվում է ցանկացած քիմիական տարրի, գրում է այդ քիմիական տարրի անվանումը, երբ մկնիկը սեղմվում է յուրաքանչյուր քիմիական տարրի, ապա այդ դեպքում պատմում է այդ քիմիական տարրի մասին և նրա պատկերն է գալիս, իսկ այս կոճակով մի քայլ ետ ենք գնում և նույն գործողությունը կարող ենք կատարել։ Իսկ երբ սեղմվում է մկնիկի ցուցիչը մետաղներ բաժնին, այստեղ բերում են որոշ մետաղներ, երբ մկնիկը սեղմվում է մի մետաղի, նորից պատմում է այդ մետաղի մասին և այդ մետաղի պատկերն է հայտնվում։ Երբ մկնիկի ցուցիչը սեղմվում է ոչ մետաղներ բաժնին, այս դեպքում բերում է որոշ ոչ մետաղներ և երբ մկնիկի ցուցիչը սեղմվում է յուրաքանչյուր ոչ մետաղի, պատմում է այդ ոչ մետաղի մասին, իսկ այս սլաքով նորից մի քայլ հետ ենք գնում և այսպես։ Ասացի, որ առաջին էջում ունենք ինֆո և կարգավորումներ կոճակները, երբ մկնիկը սեղմվում է ինֆո կոճակին, այդ դեպքում պատմում է վիրտուալ լաբորատորիայի մասին, թե ինչի համար է նախատեսված այս լաբորատորիան։ Ունենք նաև կարգավորում կոճակը, որում հնարավորություն ունենք ձայնը միացնելու և անջատելու, երբ սեղմվում է մկնիկի ցուցիչը, երբ մկնիկի ցուցիչը սեղմվում է այս կոճակին, երգը միանում է, կարող ենք այս կոճակի օգնությամբ երգը անջատել։ Այսքանն էր իմ ստեղծած վիրտուալ լաբորատորիան, որի շնորհիվ կարող ենք բազմաթիվ գիտելիքներ ստանալ քիմիայից։ Շնորհակալություն, ցտեսություն։